Այս վլոգում կտեսնեք, թե մենք ինչ արեցինք 3 օր Միլանում, արժի, օրերը բավական էին թե ոչ ու առհասարակ ինչքան ծախսեցինք։ Ընկերներ, ողջույն, հուսամ լավ եք։ Մենք հենց նոր դուրս եկանք մեր Միլանի հյուրանոցից, որովհետև մենք Միլանում ենք։ Մեր հյուրանոցը հենց տեղակայված է Միլանի կայարանի մոտ, ստեղից մարդիկ գնում են Շվեյցարիա, Վերոնա, մի խոսքով ամենալավ հատվածում ենք մենք։ Դուրս ենք եկել ու քայլելով գնում ենք Երևի Դուոմոյի մոտ, որ այնտեղ հացուտենք, որովհետև 24 ժամը բացարձակ բան չենք կերել։ Ովքեր չեն տեսել նախորդ վլոգը, նախորդ վլոգում մենք նոր տարին դիմավորում էինք Աթենքում, իսկ Աթենքից մեր խմբին ճանապարհել ենք ու եկել ենք Միլան։ Այնպես որ հետևեք, որ Միլանը բացահայտենք միասին, համ էլ հասկանաք, արդյոք ուզում եք Միլանից սկսել ձեր Իտալիայի ճամփորդությունը, թե չէ։ Ախ, եկեք երկու բառով ասեմ, թե ոնց հասանք հյուրանոց։ Իրականում ուզում էինք տաքսի վերցնենք, բայց այրոպորտից մինչև հյուրանոց 140 եվրո էր, ցենց ուղղակի ապշել է այդ գնից, որովհետև Հայաստանում հաստատ այդտենց գներ չկան ու որոշեցինք տրենոյով գանք, այսինքն իրանց գնացքով, որը անմիջապես օդանավակայանի մեջ է 0 հարկում, տոմսի արժեքը 15 եվրո էր յուրաքանչյուրիս համար, 30 եվրոյով հասանք, այսինքն 110 եվրո խնայեցինք, մի խոսքով Եվրոպայում ճանապարհորդելիս խուսափում ենք տաքսիներից, որովհետև խայտարակ թանկ են, իսկ եթե տենց շատ անհրաժեշտություն օրինակ թրիչքը շուտ է եւ այլն, ապա մենակ Uber ու դրսից տաքսի չնստենք։ Մենք տեսնենք իրոք Իտալիայի պիցցան սորիսոյի պիցցայից համով է, թե չէ, ինչն են տարել։ Ինչն են տարել։ Սա Չեխոլը մոտ է։ Չէ։ Իմ մոտը չի։ Ընկավ։ Լավելի հար։ Լավելի հար։ Մոտս չի, դա ջեբերը նայի։ Մոտս չի։ Բայց էսի առանց դրա չենք կարող օգտագործենք։ Ոնց ընկավ։ Կողը տարել են։ Պետք է նորակ ոնց կարային տանեին։ Որջան չենք ասել, որ երկրում ենք, գուշակեք մեկնաբանություններում։ Oh my god. Oh my god. Լավ տեղ այսի։ Oh my god. Մենք եկել ենք Osteria da Fortunata, իդեպս Osteria-ն դե Իտալիայում ոնց որ այնպիսի կաֆեն ու ռեստորանն է, որտեղ համ կարաս ուտես, համ խմես, որ պատկերացնեք կդնեմ, պատրաստում են պաստանները, ինքը homemade թվել է, ուշադրություն 1921 թվականին, շատ համով էր, ամեն ինչ տնական էր, նույնիսկ բեկոնը, որոնք որ պատրաստում էին, տնական էր, այսինքն խոզի միսով, տապակած, մի խոսքով համով էր, մի քիչ թանկ էր, բայց որ պատկերացնում ես, օրինակ սա հենց այստեղ է հիմնադրվել ու 1921, այսինքն 105 տարի առաջ է, ոնց որ հիմնադրվել, շատ կայֆ է, շատ համով էր, հավանեցիր։ Հայաստանում ավելի համով պաստան հենց չի կերել, բայց հենց այդ տնական վիճակը, որ ձեռքով են պատրաստում, շատ հավես էր։ Ռոմ անտիկա։ Եկել ենք ինչ-որ ավանդական, սենց պիցերիա է, որտեղ տարբեր տեսակի պիցաներ կան, սենց որ տեսնեք։ No, thank you։ Սենց տարբեր բաներ կան, որ պատկերացնեք։ Այնտեղ տաքացնում են ու կիլոգրամով է, հեսա կասրո։ Okay, վերցրել ենք 2 կտոր պիցա, 13 եվրո արժի։ Շողով, բիրով վելը։ Շողով որ 50 եվրոն գցեցինք, ու մանրը տալիս է, ստեղի կոպեկներ է դվել։ Ստեղ ինչ արտահայտություն պիտի անես։ Տեխնոլոգիա։ Okay, վերցրել ենք ստեղ ինչ-որ սալյամիով բանա և ռիզոտո, մի խոսքով մարգերիտա այդ բան, ցենք, համով է, չասես չէ էլի։ Համով է, էսի շատ համով է։ Կենա, ծար։ Համով է շատ։ Իրականում 2 կտոր չի, 2, 4, 6, 8 կտոր է էլի, չէ, արդար լինի։ Մենք հենց հիմա գտնվում ենք Դուոմոյի տակ, շատ սիրուն է, շատ, վաղը կգանք համել կմտնենք ներսի հատվածը ցույց կտամ, իհարկե մուտքա վճարով է, շատ պարզ է այդ, հենց Դուոմոյի կողքը, սենց Christmas market կա, հիմա սենց կպտտվենք,
Բայց ես սենց շքեղություն հաստատ չէի պատկերացնում։ Չէի պատկերացնում, որ ես կարա իրական լինի։ Այդ են սիրուն է։ Lasciatemi cantare con la chitarra. Հիմա կփորձենք դնել գլոջը։ Փորձենք լվացնել, ոչ թե փորձենք։ Մի քիչ էլ ես իմ սիրած ձմերուկը։ Չենք չողջարացնի, որ հոտը մնա։ Ռիմասը ստեղներ, սահով կլվացվեր։ Ովորդ ջան, սուպրա սեղան ենք գցե, Եվրոպայում նախաճաշելուց մի շատ ենք ուտում, որտեղ ամեն ինչը թանկ է, սենց, լավ է, այս Ֆիլադելֆիան ամենահամով կարակ բանիջներն է։ Օր 2 Միլանից ողջույններ, այսօր պետք է շատ շուտ արթնանանք, ուղղակի արթնացան գնացինք նախաճաշի, իսկ հիմա դուրս են գալի Միլանով պտտվենք, իրական այսօր պետք է գնանք Շվեյցարիա այն սիրուն գնացքով, բայց այնքան հոգնած ենք, որ չգիտեմ, 3-նա նոր դուրս ենք գալիս հյուրանոցից։ Միլանում շատ ցուրտ է, ասենց երաշերտ եմ հագնվել, որ պատկերացնեք, Աթենքի համեմատ խայտարակ ցուրտ է, բայց սենց ամեն դեպքում հանգստանում ենք, այս trip իրական մի 100 համար ավելի շատ սենց վերականգնողական է, որ տարին կարողանանք լավ սկսենք, որտեվ Աթենքից առաջ սենց լավ չլվել էինք Աթենքի համար, Աթենքում էլի լավ հոգնել ենք, ստեղ մի քիչ հանգստանանք, բայց ինձ թվում է վաղը Շվեյցարիա ամեն դեպքում կգնանք, չնայած չեմ ուզում շատ հոգնենք, որտեվ Իտալիայել ենք այս տարի էլի գալու, Շվեյցարիայել ենք գնալու, ուզում եմ մի քիչ սենց վերականգնվենք։ Հիմա ձեզ ցույց կտամ մեր բալկոնից Խնդրեմ, շատ սիրուն Վումա հյուրանոցը, Միլանո Չենտրալեում, Նիքս անունը, կարող եք ֆիքսել, եթե ուզում եք եկեք, շատ Էֆես կայարանի կողքին, հա, շատ լավ հյուրանոց է, ամեն ինչը լավն է, բարձր մակարդակի վրա կոֆեի ապարատով, որոնց սենց շատ լաքշրի ամեն ինչը, նախաճաշը բոմբեր, իդեալական, սենց մացարելայով, չերի լոլիկով, սենց որ պատկեսնեք էլ ինչ լավն էր։ Մի խոսքով ու շատ է ժաներ, 3 օրվա համար վճարել ենք 400 եվրո հարկերն էլ մեջը։ Չէ, 420 եվրո։ Գտնվում ենք Իտալիայի Մուզեյո Նովեչենտոյում, որտեղից խայտարակ սիրուն տեսարան է բացվում դեպի Դուոմոն, խնդրեմ։ Իրականում սրա մասին շատ քչերը գիտեն, ես ձեզ ասում եմ, անպայման գալուց եկեք, մենք չենք վճարել, քանի որ այսօր Սուրբ Ծնունդ է ու թանգարաններն անվճար են, բայց արժեքը ընդամենը 3 եվրո է ու կունենաք շատ սիրուն վիդեո ուղղակի ստեղից։ Lasciatemi cantare. Ժողովուրդ ջան, չգիտեմ։ Հար։ Այո։ Այս լավ թանգարանա շատ եկեք անպայման։ Շատ սիրուն գործեր կա։ Մենք հիմա գտնվում ենք Էմանուել Վիտորիոյի Սեն Շոփինգ Սենտրում, որտեղ շատ սիրուն է ու այստեղ ահավոր հայտնի եւ թանկ բրենդներ են, սկսած Rolex-ից, Fendi, Chanel, մի խոսքով սենց բրենդներ են, չեք գտնել Zara-բան։ Մենք հենց հիմա գտնվում ենք աշխարհի ամենամեծ ու սիրուն Starbucks-ի դիմում, խնդրեմ։ Ձեզ կթվա թե սա թանգարանի շենք է, բայց իրականում այս Starbucks-ն է։ Եկեք գնանք ու միասին տեսնենք ներսը։ Oh my god. Իմ ուզած տարտի։ Ուրեմն տեսեք, այս Starbucks-ը որտեղ որ մենք կանք, որը որ նաև Roastery է, բացվել է 2018 թվականին, իսկ այն շենքը, որտեղ ինքը գտնվում է, 1912 թվականին է կառուցվել, որը նախկինում Post-ի շենք էր, շենքը 1912 թվականի, Starbucks-ը 2018, առաջին Starbucks-ն է Իտալիայում, կարելի ասել Հայաստանի սրճարանի գներն է, չէ, ոնց որ տարտան պատվիրես, մի քիչ թանկ։ Մի քիչ թանկ, ահա։ Բայց չմոռանանք, որ գտնվում ենք Միլանում, բայց ես չեմ էլ թերագնահատում Հայաստանը, որովհետև Երևանի սպասարկման նման սպասարկում ոչ միտեղ չկա։ Ուրեմն մենք պատվիրել ենք սենց տարտ հատապտուղներով, տիրամիսու եւ ես կապուչինո եմ խոհում, 100 կոֆե այդքան շատ չի սիրում։ Not bad։
Բայց ես սառն էի ուզում։ Ոյ, ինչ հոմով ոյ։ Նոր ինչքան վճարեցինք։ 10,000 դար արևս Փարիզում չկերար եկար Միլանում կերար հետո սկրի վերանում Ահա իրար է Քա գնացա պրեսորից վերցիր Միլան Նախաճաշից հետո անպայման մարզվում եմ Վայ, հարուտես ինչ օրոքը Ես արել Ես ինչ օրոք ես Դու արեցիր, ինչ վատ ես ասել Всё, ես արդեն առողջ եմ Մենք եկանք Լա Սկալա օպերային թատրոնը իրենց Տոմսերը 16 եվրո էր յուրաքանչյուրի համար, բայց քանի որ մենք ասցինք, որ ուսանողներ ենք, յուրաքանչյուրիս համար 8 արժեցավ, այսինքն երկուսիս համար 16 Sono un italiano. Այսօր մեր վերջին օրն է Միլանում։ Թե համեմատեմ այն երկու տոպ քաղաքներ, որ մարդիկ ուզում են գնան Փարիզ, Միլան, հաստատ Փարիզը ավելի շքեղ է, Փարիզը ավելի կանչող է, ավելի ջերմ է, քան Միլանը իմ համար։ Փորձությունը շատ անձնական փորձառություն է, միգուցե մեկը հավալի, մեկը չէ։ Դրա համար անպայման եկեք ու դուք ձեր փորձառությունը ունեցեք։ Fatemi cantare.